Օգոստոսի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4631 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 238 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 170 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 115 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 77 չամրակապված վարելու 888, առանց մանկական նստատեղի քարսիթի 41, վարելու ընթացքում ծխելու 629, վարելիս հեռախոսից օգտվելու 306, հետիոտնի վրա սահմանված վայրով անցնելու 41 եւ 1561 այլ իրավախախտում։ 30 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 112-ը տեխնիկական զննություն չանցած, 127-ը լուսարձակների անսարքությամբ, 51-ը թաղանթափաթված դիմապակեով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 89 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15456 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 237 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստապ 312 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 364 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 62 չամրակապված վարելու 4202, առանց մանկական նստատեղի քարսիթի 317, վարելու ընթացքում ծխելու 496, վարելիս հեռախոսից օգտվելու 736, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 74, արագության գերազանցման 2635 եւ 4779 այլ իրավախախտում, 87 ավտոմեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 745-ը տեխնիկական զննություն չանցած, 492-ը լուսարձակների անսարքությամբ, 134-ը թաղանթափաթված դիմապակեով եւ կողային ապակիներով, 22 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 47 անձ։